ամենամեծ միֆը, որ լսել եք մարզումների մասին, որպես մարզիչ, ինչից են խուսափում աղջիկները չգալով։ Այո, ամենամեծ միֆը թերևս կանանց մոտ տարածված, որ եթե ուժային մարզումներով զբաղվեմ, կունենամ տղամարդու նման մարմին, մկանոտ, մեծ զանգված կունենամ մկանների, բայց դա ամենամեծ միֆն է, քանի որ ուղղակի մարզվելով թեկուզ ստաբիլ չենք կարող ունենալ մեծ մկանային զանգված, որովհետև կանանցի հորմոնները դա ուղղակի թույլ չեն տա։ Այնպես որ անհոգ եղեք եւ շարունակեք մարզվել ստաբիլ։ Կունենաք բարեկազմ արտաքին ուժային մարզումներով մարմնակերտում կիրականացնեք, ձեր սիրած մարմինը կունենաք եւ ես միֆերից մեկն էլ նշեմ, շատ աղջիկներ ասում են, որ մարզումները թողնեմ, հետո պիտի գիրանամ, կա նման բան։ Ոչ, դա երբեք չի կարող լինել, երբ որ դուք ունեք բալանսավորված սննդակարգ, այնպես որ դա եւս միֆ է։ Միֆերից մեկն էլ նա է, որ երբեմն մարդիկ ունենում են մոտիվացիայի պակաս, ասում են, որ միևնույն է դա ինձ չի օգնելու, կամ գալիս են 1-2 մարզում եւ հիասթափված են լինում, որովհետեւ նրանց թվում է, որ արդյունքի չեն հասնելու։ Բայց այստեղ պետքա բոլորի կողմից շատ սիրված մոտիվացիոն մի տող ասեմ, երբեմն մի քայլ անելուց արդեն ճանապարհը երևում է եւ սկիզբը միշտ էլ դժվար է լինում, բայց շարունակելով ես վստահեցնում եմ ձեզ, որ որոշակի ժամանակ անց միանշանակ տեսնելու եք արդյունք։ Բացառվում է, որ ուժային մարզումները արդյունք չտան։ Այո, կյանքը շարժման մեջ է, իսկ նստակյաց կյանքը տանում է դեպի վաղաժամ ծերացում, այնպես որ մի թերագնահատեք մարզումները, ֆիզիկական ակտիվությունը,